Amen.
Աստվածանիվ և սուրբ հավատույցներով, ըստ Տերահաճեցու, Զանձինս վերևս միլյանս կյարն Աստծու ամենակալին, անձնարացու, և յանման եղիցու, որ միած մեզ Տեր Աստված մերս մեծի ողորմության կում, Աստծու ամենեքյան միաբանության, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Երանի որ խորի զաղկատն եվս տնանքն, հավուր չարի փրկեզ նատեր, ընթերցվածս գործ կարակելոց գրքից է։ Սողոսը, որ տիրոջ աշակերտներին սպառնալու և նրանց սպանելու կրքով լցված, քահանայապետի մոտ եկավ և նրանց նամակներ խնդրեց Դամասկոսում ժողովարարներին ուղղված, որպեսզի եթե գտնի այդ ճանապարհին հետևող որևէ մեկին, տղամարդ թե կին, կապված Երուսաղեմ բերի։ Եվ նա գնալիս, երբ մոտեցավ Դամասկոսին, հանկարծակի նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց, և երբ գետնին ընկավ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավուխ, Սավուխ, ինչու ես հալածում ինձ»։ Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տեր»։ Եվ ձայնն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Ոտքի կանգնիր և այդ քաղաքը մտիր, ու քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես»։ Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին, միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում։ Սողոսը գետնից վեր կացավ, սակայն բայց աչքերով, իսկ ոչ ոքի չէր տեսնում։ Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս։ Եվ 3 օր այնտեղ էր, բայց չէր տեսնում ոչ կերավ, ոչ էլ խմեց։ Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար։ Նրա տեսիլքի մեջ Տերն ասաց. «Անանիա», սա ասաց. «Այստեղ եմ, Տեր»։ Եվ Տերը նրան ասաց. «Ոտքի կանգնիր ու գնա այն փողոցով, որ ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։ Եվ նա տեսիլքի մեջ տեսավ Անանիա անունով մի մարդու, որ մտավ և ձեռքը դրեց իր վրա, որպեսզի տեսնի։ Անանիան պատասխանեց. «Տեր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքան չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին, և այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»։ Տերը նրան ասաց. «Գնա դու, որովհետև նա ինձ համար ընտրյալ անոթ է իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների, իսրայելացիների առաջ, քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքան պետք է չարչարվի իմ անվան համար»։ Անանիան գնաց և մտավ այն տունը ու ձեռքը դնելով նրա վրա ասաց. «Սավուխ, եղբայր, վեր նայիր, Տերն ինձ ուղարկեց Հիսուսը, որ քեզ երևաց այն ճանապարհի վրա, որով գալիս էիր, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով»։ Եվ իսկույն նրա աչքերից թեփերի պես բաներ ցած ընկան, ապա տեսավ, ոտքի ելավ ու մկրտվեց, և սնունդ ընդունելով զորացավ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր։ Եվ անմիջապես ժողովարաններում Հիսուսին քարոզեց, ասելով, թե նա է Աստծու որդին։ Բոլոր նրանք, որ լսում էին, զարմանում էին ու ասում. «Սա չէր, որ Երուսաղեմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, և այստեղ էլ նույն բանի համար էր եկել, որպեսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»։ Բայց Սողոսը առավել ևս էր զորանում և նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակվում, և ապացուցում էր, թե սա է Քրիստոսը։ Ընթերցվածս
Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական թղթից է։ Ուստի գոտեպնդվելով ձեր միտքը զգաստ կատարյալ հույսով սպասեցեք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։ Իբրև հնազանդ որդիներ, մի կերպարանվեք նախկին մեր անգիտության ժամանակվա ցանկություններով, այլ նման այն սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կյանքով սուրբ եղեք, քանի որ գրված է. սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես։ Եվ եթե հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատում է յուրաքանչյուրին ըստ գործերի, ապա երկյուղով ապրեցեք այս աշխարհում, ձեր պանդխտության ժամանակ։ Իմացեք, որ ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից, այլ թանկագին արյամբ Քրիստոսի, որ անբիծ և անարատ է ինչպես մի գառ, նա, որ նախասանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևած ժամանակների վախճանին ձեզ համար, ձեզ, որ նրա միջով հավատացիք Աստծուն, որը հարություն տվեց նրան մեռելներից և փառավորեց, որպեսզի ձեր հավատը և հույսը լինեն Աստծու վրա։ Արդ մաքրեցեք դուք ձեզ, հնազանդվելով ճշմարտությանը, առանց կեղծավորություն խառնելու եղբայրասիրության մեջ, մաքուր սրտով ջերմորեն սիրելով միմյանց։ Վերածնվեցեք ոչ թե ապականության ենթակա սերմից, այլ անապականից Աստծու կենդանի և մշտ ընջենական խոսքով, քանզի ամեն մարմին նման է խոտի և մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի, խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան, այսինքն այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ։ Ալելույա, ալելույա, ցնծացեք առ Աստված, օգնական է մեր, աղաղակեցեք առ Աստված, Հակոբը։ Ինքը և մայր և եղբայր պյուր, և աղդիներ, ոչ բազումին չավուս, և էլ մեծ զատիկը նրեից, և Հիսուս Երուսաղեմ, և Եգիպտի տաճարին, զի վաճարենք զավճարս և զոչխարս և զաղավնից, և ըզլումայափոսը որ նստեին, և արար խարազան ճվանյալ, և եհանց ամենեսի տաճարեն զոչխասն և զավճարս, և ըսպղինձս հատավաճարածն ծրվյաց, և սեղասն կործանյաց, և որ զաղանիսն վաճարեին ասես նոսա, արեք զայտաստի, և մի առնեք կստուն հորի մոտ տուն վաճարի, ապա իշեսին աշակերտը նորա թե գրյալ է, նախանց տանքով կելիցեզից, պատասխանի ետուն հրյայքն և ասենց նա, զիր նշան ցուցանես դու մեզ զայտալնես, պատասխանի ետ Հիսուս և ասեց նոսա, քակեցեք տաճարը զայս, և զերի սավուրս կանգնեցի ծզդա, ասենց նա հրյայքն, 46 ամ շինեցավ տաճարը զայս, և դու զերի սավուրս կանգնես ըսա, բայց նա ասել վասն տաճարի մարմնոյուրով, իսկ օրժամ հայրյավն իմերելով, իշեցին աշակերտը նորա, թե այս է զոր ասացն, և ավատացին գրույն, և բանի
զորասած Հիսուս։ Եթե փոփոխելիք են կամ այլերենիք, զանգիչը նզովեք կաթոլիկ և առաքելական սուրբ եկեղեցի։ Իսկ մեր փառավորից ցուկոր առաջ կամ Դավիթյանս երկիր բազաներով սրբո երրորդության և աստվածությանը, օր և օշքոր և օշքին սրբով, արժմիր վիշ և Դավիթյանս, ավիտեից ամեն։ Եվ աստվածությանս Տեր Աշեսու, Տեր Եվ աստվածով Աշեսու և խտեսու գիտյարն աստու և կրճեղրն Իսուս է Քրիստոս է, իրամուս պաշտաման և աղոթից, զիաժամին թրության արասեք, վերից հետ էր ձայն առաջանաս մերոց, ընկացիս ընտրվածը սրտիս մերոց, ով ձեզ անցանս մեր ողոր մեսի վերամեր, աղոթ մեր և ընտրված կամենայն ժամը ձեր առաջի մեզ դիվերության նորա, և նա տացե մեզ միաման միով հավատով և արդարության վաստակիլին գործս բարյաց, զիզողորմությանը շնորհվելով ձեզ վերամեր, Տեր ամենակալ Եսուս է և ողոր մեսի, Ժամը սուրբ պատարակից և զարաչակա օրը սաղմության պանցության է հավատով, իդյավներ խտրեսու, ըստ հեշտախաղության պապարանձած մերոց, իդյավներ խտրեսու, ըստ խաղություն և սողություն անցանած մերոց, իդյավներ խտրեսու, ըստ փոխաշի մեծ և կարող զորություն օգնություն անձանց մերոց, իդյավներ խտրեսու, Եվս միաբան վասն ճշմարիտ և սուրբ հավատույց մերով, ըստ Տեր Աղաչեսու, Տեր ողորմյա, Սանձինս մերս դիմյանս տյան աստուծո ամենակալին, ազնարասու, Երդյանս մավ և իծու,
ողորմությանքում, ասասուտ ամենեքյան միաբանության, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան։ Որպեսզի արժանավոր կերիցու գողության փառավորելս քեզ ընթոր եւ սուրբ հոգու, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն խաղաղություն ամեն էջում Եվ ըլքոքույքու աստուծո երկրպագ Եսու առատիկով Տեր Խաղաղության փոք Քրիստոս բրկիչ մեր, որի բեր եկանց ամենեն միտս եւ զվանս, ամրացոց մեծ եմաներ գյուղ պայա, ամենայն չար է, հավասարես մեզ են ճշմարիտ երկրպագուսքով, որ քով եւ ճշմարիտյան քեզ երկիր պագանել, վազունի ամենասուրբ երոտությանը, վայր է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ միշտ եւ ավիտյանս հավիտենից, Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն, Օրհնյալ Տեր Աստված, օրհնես քեզ ամենեցյան։ Ամեն, իվող Տերախայից, իվող Իթերահավատի, և իվող ապաշխարողած և արմակրից, մեր
Յամ կացու կաղոս առաջի սրբոսեր անույս աստուծուարի, մի խղճի և գայթակությամբ, մի նեգությամբ և խորամանկությամբ, մի պատանով և խաբեությամբ, մի երկրությամբ և մի տերահատությամբ, այլուղի վարակ պահ մտով միամի սրտիվ կատարյալ հավատով, լծյալ սիրով դիև առավելյալ ամեն ոստով բարության, կացու կաղոց առաջի սրբոսեր անույս աստուծով, և գծու զորությանը շնորհ, հավուր հայտնության և մյուսական գալստյան յաղմելու և կրչին Իսուսի Քրիստոսի, կեցուցե և ողորմեսցի, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից ամեն շնորհակալություն ամենեցուն և անձողություն աստուծով երկրպագ Եսուս անհատի կատենք ողջույն որ միմյանց ի համբույր սրբության և որ չեք կարող հաղորդի Աստվածային օրորձուն ադրուց ելեք և աղոթեցեք Քրիստոս արքա, Եշուշ պատյալ զորվելա Եվ աստվածային սրբարազորությունը նոր և որդբո և որդուն սրբո և իցինձես ընդամենեցյան
ազատության խորինել նվազս և համարձակապես կոչելով աղաղակել ընտնոսի և ասել
սրբոց, Երուցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Առաքելով սրբոց, Մարգարիտ վարձապետած Մարտիրոս Աթևամենի հայրապետած սրբոց, Առաքելագործ Եփիսոպոսած Երիցան ուղղափառ սարկավագած Թևամենային սրբոց, Երիցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Օրդյան, Դովյան և Պարավորյան, հրաշալի և աստվածազատ հարությանն Քրիստոսի աստուծողներու երկիր պագանթել։ Օրաշնորհքած մելով և արջին ու սաղոչած, սրբոց Թադեոսի և Բարդոմեոսի առաքելով, և Գրիգորիոս Սաղորջին, այս տակեսի վրտանեսի, Ուսկանեմ Գրիգորիոսի, Մերսեսի Սահակա, Դանևի և Խադա, Մեսրոպավարտապետի, և Գրիգորի Նարեկացույն, և Ներսեսի Կրայեցույն, Հովանու Որոտներցույն, և Գրիգորի և Մովսեսի Տաթևացյաց, և սրբոց Գրիգորիսյան զնես Քրիսյաց, Հովատ Յոհով պետակ Հայաստանյաց, Երեցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Իշան է և օրմյան։ Միազնացելով սրբոց, առաքինասերի ու աստվածասույր կրոնավորածը, Պողոսի Անտոնի, Պողա Մակարա, Օնոպրիոսի Աբա Մարկոսի, Սրապիոնի Նեղոսի Արսենի Յագնի Պարսամա, Հովանեսյան և Սիմոնյանց, սրբոց Ոսկյանց և Շուքյասյանց, Եվնայ սրբոց հատի աշակերտելով նոցին ընտիեզերց, Երեցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Իշան է և օրմյան։ Թավորած հավատացելով, սրբոց Աբգալու Կոստանդիանոսի Տաթադա և Թեոդոսի, Եվնայ սուրբ և ուղղափառ թավորած և աստվածասեր իշխանած, Երեցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Իշան է և օրմյան։ Ամենայն հավատացելոց, առանց և կանանց, ծերոց և տղայոց, և ամենայն չափահասակի հավատով և սրբությամբ Քրիստոս մեջսելոց, Երեցի շատակի սուրբ պատարակ սաղաչել, Իշան է և օրմյան։ Եվս առավել, Եպիսկոպոսապետ ընտրելիվս պատպատն հայրապետն ամենայոց, Աստեր Դավիթի երկրորդ սրբատնավուն կաթողիկոսն և Մասյատոտ ընթեմիս, ըստ բարեխնամ առաջնորդական տեղաբան, Աստեր Ռուբեն հոգեշնորհակապետն, Շնորհեցես մեզ ընկերկայնավոր ուղիղ վարդապետության, Իշխյատեր և զորքի ծառայսկոտ Աստեր Սեփու արքեպիսկոպոս Ջուրքյանի և Հովանյան մասնեցի ողորմությանքում և անվաց էության բիլուց երեսած քո։ Նայերս հանրապետություն Հայաստան, Արցախ, Արևմտյան Հայաստան աշխարհացս և ժողովրդս հայոց, զորացուցեր և պահպանել ձեզ Անտովանյան ամենազորվայրով, իշնության, իխաղաղության և Gloria
արկևեսե, սովահաշ դուրդյասեր, հաստատություն և զմզալից, սաղաղություն ամենայն աշխարհիկ, սրտո եկեղեցու և ամենայն ուղղապար, եպիսկոպոսապետի մերո և պատվական հայրապետի, ամենայն հայոց տյարն գարեգնի սրբազնագույն կաթողիկոսիկ, և մասյացոտն թեմից բարև նամար աշտորտիկ կանտեղապա, Ռուբենահոգեշոն վարդապետի, և գահանայիս որս պատարակ մարդության է, և ասնզորության և հաղթության թագավորած Քրիստոնեից և իշխանած բարև պաշտին ծավաչեսուկ, և խնդրեսուկ և աստոգոսնան գուցելոց, եվս առավել վաստանգության աբունապետացն մելոտ և շինողաստ պոյեկերեցվոտ, որ կնթողանյա սորին են հանգության ազատություն, եղբայց մելոտ գերելոտ, և շնորհատիկան ժողովրդյան, հանգիստ հավատով և սրբությամբ Քրիստոս տանալելով, եղիցի շատակի սուրբ պատարած աչեմ, ամենայնի և
Քրիստոս հարյավ իմերելով։ Ինձ համար մեծ ուրախություն է, որ այսօր մեզ հետ այս պատարագին մասնակցում է, մեզ հետ աղոթակից է իմ սիրելի հոգևոր եղբայր Տեր Զավեն քահանա, արձանապատիչ Տեր Զավեն քահանա Հայրապետյանը, որը ծառայում է Ռուսաստանի Դաշնության Ստորյակի քաղաքում որպես հոգևոր հովիվ։ Ինչի եմ ասում, որտեղ Տեր Զավենի հետ մենք երկար կյանք ենք անցել եկեղեցու մեջ, ինքը այս եկեղեցում ասել իր առաջին քայլերը դպրությունից մինչև քահանայությանը հասել եւ հետո ուրեմն Ռուսաստանում շատ ուրախալի է մեզ համար, որ Աստված այս առիթը ստեղծել է, որ այսօր ինքը ներկայ է մեզ հետ այս պատարագին եւ մեզ հետ աղոթակից է։ Աղոթեք, հիշեք ձեր աղոթքների մեջ Տեր Զավենին, որ Աստված հաստատ պահի զորացնի, գիտեք, Հայաստանում եթե դժվար է մեզ համար, Սփյուռքում առավել ևս դժվար է, հա, թե հոգևորականի համար, թե հայ մարդու համար, հա, հավատքը պահել ամեն տեղ է դժվար, աղոթեք, որ Աստված հաստատ եւ զորավոր պահի Տեր օրեն իր հոգևոր ծառայության, իր քահանայության մեջ եւ այն օր եւ Աստծո առաջ պիտի կանգնի բարձրավոր կշռի։ Օրհնեցեք Տերը։ Ամեն։ Քրիստոս հարյավ իմերելով։ Անուն Հոր եւ Որդու եւ Որդու Սրբո ամեն։ Սրանից հետո Հիսուս Կափառնայում իջավ իր մոր եւ իր եղբայրների հետ եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր։ Հրեաների զատիկը մոտ էր եւ Հիսուս Երուսաղեմ ելավ։ Եվ տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղավնիներ, ինչպես նաեւ լումայափոխներ, որ նստած էին։ Եվ չվանից խարազան շինեց եւ բոլորին տաճարից դուրս հանեց։ Նաեւ ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների կղնձադրամները ցիրուցան արեց եւ նրանց սեղանները շուռ տվեց։ Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Դրանք այստեղից վերցրեք իմ հոր տունը վաճառատան մի վերածեք»։ Նրա աշակերտները հետո հիշեցին, որ գրված է «Հոր տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի»։ Հրեաները նրան ասացին. «Ինչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու»։ Պատասխանեց նրանց Հիսուս եւ ասաց. «Կանգնեցեք այդ տաճարը եւ 3 օրվա ընթացքում այն կվերականգնեմ»։ Հրեաները նրան ասացին. 46 տարում շինվեց այս տաճարը, իսկ դու 3 օրում այն վերականգնում ես, բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ մեռելներից հարություն ալավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ էր, որ ասել է, եւ հավատացին գրքին եւ այն խոսքին, որ Հիսուս ասել էր։ Քրիստոս հարյավ իմերելով։ Եվ սրանով ինքը ապացուցեց, որ ինքը նա է, ով իրավունք ունի տաճարը մաքրել։ Ով իրավունք ունի եկեղեցին մաքրելու, ով իրավունք ունի աշխարհ տաճարը մաքրելու, ով իրավունք ունի մարդ տաճարը մաքրելու։ Քրիստոսն ուրիշ բանի համար չեկավ աշխարհ, եկավ նրա համար, որպեսզի մաքրի աշխարհը մեղքից։ Եվ այդ մասին խոսում է 10 դրանների առակի մեջ եւ 11-ին մի դրամը գործեց, ճրակ փալեց եւ ամբողջ տունը ավլեց, մինչեւ գտավ դրամը։ Տունն աշխարհն է, ամբողջն Աստված է։ Ինչից է մաքրում։
մեղքից էր առնում տունը, որպեսզի Աստծո պատկերով Տերանը աներ եւ փայլեցներ։ Եկեղեցին Աստծո տունն է։ Ասում են, բայց դու մյուս ավետարանում ասում ավազակների որջի եք վերածել։ Իմ հոր տուն աղոթքի տուն պիտի լինի, բայց դուք ավազակների որջի եք վերածել։ Աստծո տունը այս աշխարհն է, որ Աստված արարեց, որտեղ մարդուն դրեց որ ապրելու համար։ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ հյուր պիտի ընդունես, նախ պատրաստում ես այդ հյուրին ընդունելու տեղը, սենյակը, ամպողինը, կերակուրը, ինչով պիտի ինքը սնվի, եւ հետո հյուրին ընդունում ես։ Ասում է ճիշտ այսպես էր Աստված այս աշխարհը պատրաստեց։ Երկինքը, երկիրը, ծովը, գետերը, կենդանիների, դրախտը, մարդու ապրելու ամեն պայմաններ ստեղծեց, հետո մարդուն արարեց, որ մարդը այդ ամեն ինչի մեջ Աստծո հետ կատարյալ խաղաղության եւ ներդաշնակության մեջ իր կյանքը ապրի։ Սակայն գիտենք պատմությունը, սատանայի դրդումով, սատանայի խաբեությամբ մեղքը մտավ աշխարհ։ Մարդը գայթակղվեց, մեղանչեց, ընկավ Աստծուց եւ այդ ներդաշնակությունը խաթարվեց։ Եվ աշխարհը լցվեց մեղքով։ Այնքան լցվեց մեղքով, որ Աստված մի օր ասաց այս աշխարհը պիտի մաքրեմ մեղքից։ Եվ ջրհեղեղ ունեցավ, որ Աստված մեղավոր աշխարհը սրբեց, որպեսզի նորից մարդը կարողանար ապրել Աստծո հետ։ Բայց կարճ ժամանակ հետո նորից աշխարհը լցվեց մեղքով։ Եվ քանի գրում է աշխարհը լցվում է մեղքով։ Այս նրա համար չէ, որ Աստված սխալվեց կամ Աստված չկարողացավ։ Աստված գիտեր, որ այդպես է, մենք չգիտենք, որ այդպես է։ Մեզ համար է անում, որ միևնույնն է, դու մեղքի մեջ եք, մինչև հավություն չառնեք, մինչև Քրիստոս չգա, մեղքի վարձքը չտա, մեղքի համար ինքն իրեն որպես պատարագ զոհ չմատուցի, ձեր մեղքերի համար չմեռնի եւ ձեր փրկության համար հավություն չառնի։ Եվ Քրիստոսն եկավ սրա համար, որպեսզի մաքրի այս աշխարհը։ Մեռավ եւ հավություն առավ, որպեսզի մենք որպես մեղավոր մարդիկ մեռնենք եւ հավություն առնենք։ Այս բաները շատ հեշտ է ասել բերանով, բայց դժվար է կյանքում իրագործել։ Մենք տեսնենք տարիներ շարունակ, մենք եկեղեցու մեջ ենք, մենք սուրբ գիրք ենք կարդում, մենք աղոթք ենք անում, մենք սուրբ հաղորդություն ենք ստանում, հա, բայց քիչ ենք փոխվում, կամ չենք փոխվում։ Այո, դա ակնթարթային հրաշք չի։ Շատերը շատ ու շատ աղանդավորներ հատկապես ասում են այդպես է, մի ակնթարթում Աստված այցելեց ու մարդը փոխվեց։ Այդպիսի բան չկա, սուրբ գրքում չկա այդպես բան։ Հոգեգանստի օրը Աստված այցելեց բոլոր առաքյալներին, փոխվեցին առաքյալները մի ակնթարթ։ Չէ, Սուրբ Հոգին իրենց իրապես հարություն տվեց, բայց մեկ է, մարդը կարիք ունի ժամանակի եւ ընթացքի։ Այդ նույն առաքյալները, որ Սուրբ Հոգով զորացած հրաշքներ էին գործում աշխարհի մեջ, սայթաքում ու մեղանցում էին։ Գիտենք Սուրբ գրքի դրվագները, թե ինչպես Պողոս առաքյալը մեղադրում է Պետրոսին իր սայթակումի համար, օրինակ։ Եվ մյուս պարագաները, այսինքն
Մեր փոփոխությունը ակնթարթային չի։ Մի ակնթարթում Աստված մկրտության ժամանակ մեզ վերացնեց, Սուրբ Հոգին իջավ, մեզ մաքրեց, բայց մենք անելիք ունենք։ Պողոս առաքյալն էլ էս մասին ասում։ Ասում է ինչ որ եմ, ես չեմ, այլ Աստծո շնորհն է, որ իմ մեջ գործում է։ Բայց շարունակում ասում է, այդ շնորհի վրա ես ամենից շատ աշխատեցի։ Աստված մեզ շնորհ է տալիս փրկության, բայց դրա վրա մենք պիտի աշխատենք։ Մենք պիտի ջանանք, մենք պիտի աղոթենք Աստծո օգնականությամբ ջանքեր գործադրենք փոխվելու համար, որպեսզի մեր տաճարը մաքրվի, որպեսզի մեր տաճարը այս աշխարհի վիճակից, աշխարհի վիճակի նկատում եմ բացասական առումով աշխարհի վիճակից, մեղքի վիճակից դառնա Աստծո սրբարանը, դառնա եկեղեցի, դառնա աղոթքի տուն, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր ասում, ասում է ինձ տունը աղոթքի տուն է, բայց դուք ավազակների գործի որտեղ ինչի համար է իրականում մեր կյանքը, մեր կյանքը Աստծուն փառաբանելու համար է։ Մեր ներսը սաղմոսներով և օգնություններով լցվելու համար է, բայց եկեք միակ նստենք ու նայենք ազնվորել մեր ներսը սաղմոսներով և օգնություններով լցված, թե ամեն ինչով բացի աղոթքից։ Ինչ պիտի անենք։ Քրիստոսն իր կողմից ամեն ինչ արել, Աստված ամեն ինչ արել է մեզ փոխելու համար։ Բայց ինքը նաև մեզ հրավիրում ասում է, եկեք օգնածներ և ծառայողներ և ես ձեզ հանգիստ պիտի շնորհեմ, և ես ձեզ խաղաղություն պիտի տամ, վերին խաղաղությունը, որ այս աշխարհի մեջ չի, բայց մենք չենք գալիս, ասում ենք մի քիչ էլ մնանք այս աշխարհի մեջ, մի քիչ էլ գործեր ունենք, էս էլ անենք, էն էլ անենք, էն էլ անենք, հետո կգանք։ Պողոս առաքյալն այսօր է ժամանակը, այսօր է փրկության վրա, այսօր է փրկության ժամանակը, մի հետազոտեք։ Մենք միշտ պիտի հիշենք, որ Քրիստոսն եկել էր մեղավորի համար, երբ որ Քրիստոսի մեղադրում էին, ասում են ինչի է մաքսավորների, մեղավորների հետ նստում վերքերում ու դուքնում, Քրիստոսն ինչ էր ասում էր առողջներին բժիշկ պետք չի, բժիշկը պետք է հիվանդներին, ես չեմ եկել արդարների համար, այլ եկել եմ մեղավորների կանչելու համար։ Հիմա եթե մենք մեզ արդար ենք համարում, մենք կարիք ունենք Քրիստոսին, եթե մենք մեզ առողջ ենք համարում, հոգևոր առումով, մեղքի առումով, մենք կարիք ունենք բժշկի, բայց եթե մենք հիվանդ ենք և մեղավոր, մենք կարիք ունենք Քրիստոսին, և Քրիստոս մեզ համար հարություն ակա, Քրիստոս մեզ համար աշխատել, մեղավորին փրկելու համար, ուրիշ որևէ բանի համար Քրիստոս աշխարհ չի եկել։ Դրա համար մենք ամեն օր պիտի փորձենք տեսնել մեր մեղավոր վիճակը։ Իսկ ինչն է մեզ ցույց տալու մեր մեղավոր վիճակը։ Աստծո առաջ կանգնելը, աղոթք անելը, Սուրբ Գիրք ընթերցելը։ Առանց Սուրբ Գիրք ընթերցելու, առանց աղոթքի ոչ մի մարդ չի տեսնելու իր մեղավոր վիճակը։ Մարդը մտածում է, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, ինչ է եղել, որ մտես մի մեծ անձանք չի տեսնում։ Բայց Սուրբ Գիրքը մեր առաջ է լակմուսի թուղթն է, որը ցույց է տալիս, թե մենք ինչ ենք։ Մինչև չհասկանաս, որ հիվանդ ես, չես դիմել բժշկին։ Մինչև չհասկանաս, որ մեղավոր ես, չես խոնարհվել Աստծո առաջ։ Ուրեմն ամենից կարևոր բան էս է, որ մենք գիտակցենք, որ մենք մեղավոր ենք, որ մենք հիվանդ ենք, որ մենք կարիք ունենք բժշկի, կարիք ունենք փրկչի,
հասկանանք եւ գնանք ծառայեցին։ Մնացած ամեն ինչ արված արդեն։ Քրիստոս մեր մեղքերի հատուցումը կատարել է իր չարչարանքներով, իր խաչի մահվան, իր գերեզման մուտներով, նաև մեր փրկությունն ապահովել իր հարությամբ, ով ինձ հավատա, թեև մերն հարություն չլասնի։ Ուր որ ես եմ, այնտեղ կտինեն նրան, ովքեր ինձ են հետևում, ովքեր ինձ են աշխատում։ Այս ամեն ինչ արվել է, բայց մենք մեր արվել ամեն որդեշ։ Ես մի օր անելու խայ չի, որ ասե գիտեք, ես ապաշխարել եմ, ասում եմ այդպես մեկ աղանդավորները արտապես ասում, դու ապաշխարած ես, ապաշխարած մարդ աշխարհում չկա, ապաշխարած լինում են այն մարդիկ, ովքեր իրենց կյանք արդեն ավարտում են, որտեղ ապաշխարությունը լինում է ավարտված մահվան պահին։ Քանի մարդը չի մահացել, մարդը ապաշխարած չի, մարդը ապաշխարության ընթացքի մեջ է, ցանկացած մարդ։ Ուրեմն մենք պիտի այս բանը լավ հիշենք եւ փորձենք ամեն օրը դարձնել ապաշխարության օրից համար։ Ամեն օրը մեղքի հետ պայքարի օր, ամեն օրը Աստծո առաջ կանգնելու եւ Աստծո բժշկություն ողորմություն խնդրելու, որովհետեւ մեր կյանքի փորձն է ցույց տալու, որ մենք ինքներս չենք կարողանում նույնիսկ ամենափոքրիկ փոշի հատիկի չափներ կհաղթահարել։ Եթե կարողանենք, Քրիստոս աշխարհ չէր գա։ Աստված գիտի, որ մենք այդպիսին ենք, դրա համար էլ եկավ մեզ օգնելու, բայց մենք իր օգնությունը չենք խնդրում։ Ասում ենք մենք առանց քեզ էլ կարող ենք անել այն, ինչ որ պետք է անել։ Չի ստացվում, չի հաջողվի։ Առանց Աստծո շնորհի, առանց եկեղեցու խորհուրդների մասնակցելու, առանց դրդի, առանց խոստովանության, առանց ապաշխարության, առանց սուրբ հաղորդության չի ազատվել, չի ընդհանրվել։ Այս բոլորի միջոցով Աստծո շնորհը պիտի այցելի մեզ, եւ մենք էլ այդ շնորհը գնահատելով, այդ շնորհի մեջ փորձենք ունենալ։ Ուրեմն մեր կյանքը երբեք պիտի հանգստավետ չլինի եւ ամեն օր Քրիստոս պիտի մտնի մեր մեջ եւ խարազանով պիտի մաքրի։ Խարազանն ինչը մտրակ է։ Մտրակով մտավ տաճարը մաքրելու Քրիստոս։ Այսինքն մտրակը ցավը պատճառում, մտրակը մտրակում է։ Եվ մենք պիտի ընկալենք, հասկանանք, որ այդ պրոցեսը ուղղակի խաղոպար չի, ցավոտ է լինելու, տառապանքով է լինելու, մեր անձը կոտրելով է լինելու, մեր անձը խոնարհեցնելով է լինելու, այլապես չես կարող։ Ասում է, ով որ իր անձը կորցնի այս աշխարհի մեջ, իսկ արհամարի, անարգի, խոնարհեցնի, փոքրացնի, նա պիտի գտնի հավիտենականության մեջ, բայց ով իր անձը փորձի պահել այս աշխարհում, իր հպարտությունը, իր եսը, իր իմացածը, իր ընկալածը, իր աշխարհընկալումը, նա պիտի կորցնի, որտեղ մեր իմացածը, մեր ամեն ինչը աղբա, ոչինչ է։ Մենք այդպիսի առատ լսեցի, ասում է, մեկը գալիս է իմաստունի մոտ, շատ կարդացած, շատ ուսում ստացած մեկը, ասում է, ես եկել եմ քեզանից, որպեսզի դու ինձ իմաստություն սովորեցնես։ Այս իմաստունին ասում է, դու ինչ գիտես, ասում է, ես գիտեմ, ես եմ սովորել եմ, ավարտել եմ, ասում է, ես քեզ չեմ կարող իմաստություն սովորեցնել, ասում է, ինչու, ավելի բան
չունես ինձ տալու։ Ասում ես շատ բան ունեմ քեզ տալու, բայց քո մեջ այնքան բան է լցված, որ այդտեղ չկա քեզ բան տալու։ Գնա դատարկ այդ ամեն ինչը։ Արի կտամ քեզ։ Մեր մեջ այնքան բան կա լցված, որ մենք գալիս ենք Աստծու, այն ինչ մենք պիտի դատարկենք այդ ամեն ինչից։ Մեր կամքից, մեր գիտելիքից, մեր աշխարհիկ իմաստությունից։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, այս աշխարհիկ իմաստունները իրենց իմաստությամբ Աստծուն չճանաչեցին, ովքեր ճանաչեցին, այս աշխարհի հիմարները, ովքեր իմաստությունից զուրկ են, հավատքով ճանաչեցին Աստծուն։ Որ մենք Աստծու առաջ կարող ենք ունայն վիճակով ունենք, որ Աստված լցնի այդ ունայնությունը, զորացնի մեզ։ Բայց մենք ամեն մեկս գիտնական ենք, ճարտասան ենք, իմաստուն ենք, փիլիսոփա ենք, աստվածաբան ենք, ամեն ինչի մասին գաղափար ունենք, ամեն ինչի լուծումը գիտենք, եւ որ այսքան ենք էլ ինչ ենք ուզում Աստծուց։ Աստված ինչ անի մեզ։ Մեր Աստծո։ Ասում է, ես որդն եմ եւ մարդ չեմ։ Դավիթ Աբրահամն ասում է, ես ով եմ ու մոխիր եմ։ Մենք Քրիստոս արյավ իմերելոց, որպեսզի մեռելին կենդանացնի, բայց քանի մենք չենք մեռել այս աշխարհի համար, չենք էլ կարա հարություն առնենք։ Ուրեմն պետք է մեռնել, որպեսզի հարություն առնենք։ Առանց մահվան չկա հարություն, եւ հարության ճանապարհը մահվան միջոցով է։ Քրիստոս արյավ Եվ ուներ համարցակազայն բարբարով բանարս բերանս մեր, բարբարս և նորներ և
Աստուծո, հավատանքի Հայր Սուրբ Աստված ճշմարիտ, հավատանք Որդին Սուրբ Աստված ճշմարիտ, հավատանք Եվի Հոգին Սուրբ Աստված ճշմարիտ, Ոստովանիք և հավատանք, Զիսայի կենթանի և կենթանարար մարմին և արյունքի առանձերով և դեպքին Հիսուսի,
եւ մարգարեի Հիսուս Քրիստոսի պաշտպանությունը, որովհետեւ ամենայն հարական կողմից Yes,